խոստանում եմ, այս ամեն ինչը 6 ամիս է տևել Շուշան։ 6 ամիս։ Հետո նույն ձևով, նույն ճանապարհով երեխեքին կբերենք։ Ես քեզ խոստանում եմ, ամեն ինչ լավ է լինելու, մենակ թե մենք տեղավորվենք, լսում ես։ Թող Նորա ջան, չգործ ունես այս ժամին դուրս, բաց թող, Նորա ջան, թող բալես, թող տանոկը, թող, Նորա թող, Նորա ջան թող տանոկը, Շուշան, Շուշան, Տատի, տատ, Մաման նամակ է թողել։ Լավ չես, Շուշան։ Ուզում ես լավ լինեմ, հա? Շուշան, հանգստացի, խնդրում եմ։ Չէ՞ որ մենք խոսել էինք, հասկացել էինք իրար, դու էլ որոշել էիր։ Ես որոշել եմ, որովհետև ուրիշ ելք չունեի, որովհետև այն ինչ պետք է անեի չկարողացա անել, որովհետև ինքն էլ այն երախան, ոնց որ նրանք չի կարա։ Հա, ու շատ ճիշտ ես որոշել, շատ ճիշտ բան ես արել։ Դու չես պատկերացնում, ես հիմա ինչ վիճակում եմ, իրանք էլ են իմ երախեքը, դու հասկանում ես, ես իմ տանից գաղտնի փախել եմ, իմ 5 տարեկան երախեն քնած ես դուրս եմ եկել տանից, ես հիմա ոնց անեմ, դու ինձ երկընտրանքի մեջ ես թողել, ես որը ընտրեմ։ Շուշան, լսի, դու չես փախել, ես արդեն ասել եմ, որ իրանց էլ կբերենք, ու ես քեզ ընտրության առաջ չեմ կանգնեցնում, երբ որ խնդրում եմ, որ թողնես այդ երեխեն ծնվի, մեր երեխեն Շուշան, իմը չէ, մերը, հա նրանք էլ են քոնը, սա էլ է քոնը, չէ որ մենք վաղուց որոշել ենք, որ պետք է Ամերիկա գնանք, դու էլ համաձայն էիր, ես 3 ամիսա խնդրում եմ, աղաչում եմ քեզ, որ խոսաս երեխեքիդ հետ, հիմա եկել է պահը, որ մենք պետք է երեխա ունենանք, ու երբ որ ես քեզ խնդրում եմ, որ թողնես այդ երեխեն ծնվի, ձեռք չտաս իրան, նշանակում է քեզ ընտրության առաջ եմ դնում, հա? Էլ չեմ դնում։ Դու ինչ ուզում ես որոշի, ես ոչ մի բան չեմ անում։ Կթողնեմ կգնամ, ինչքան էլ որ իմ համար ցավոտ լինի, ես կգնամ։ Ես հասկացի, ես չեմ ուզում քո երեխեքի բաժանման մեղքը իմ վրա լինի, հասկացի, ես դա չեմ ուզում։ Ինչքան էլ որ դժվար լինի իմ համար, բայց ես խոստացել եմ, որ միշտ իրանց կողքին կլինեմ։ Բայց հիմա դու որոշի, որ հետո ինձ չմեղադրես։ Ինձ ճիշտ հասկացի։ Ես քո ուսերի ծանրություն չեմ ուզում դնեմ։ Ես չեմ ուզում, որ հետո ինձ էլ ատես։
Որ ասես, որ ես եմ մեղավոր, որ դու քո երեխեքին թողելու գնացել ես։ Բայց դու որոշի։ Ինչ էլ որոշես, ես կընդունեմ։ Նորը մաման գնացել է։ Մամա չկա։ Հիմա ոչ դու մամա ունես, ոչ ես, ոչ մեկս։ Հիմա ոչ պապա կա, ոչ էլ մամա։ Մենք ենք մեր տերը։ Ինչքան շուտ սովորենք, այդքան ավելի լավ։ Կռվում էր, ասում էր երեխեքս, տատի սուս։ Ասում ես, որ չես ուզում մեղքի տակ ընկնես։ Մեղավոր լինես։ Բայց երեխուն սպանելը ինչ է։ Մեղք չի։ Ես այդ ոնց անեմ։ Բայց ես էլ հենց դա եմ ասում։ Քո երեխեքի թեման ժամանակավոր է, բայց այս երեխեն պետքա ծնվի, Շուշան, լսում ես։ Ու հետո մենակ այդ չի։ Հասկացի, ես քեզ էլ չեմ ուզում կորցնել։ Իմ համար դժվար է լինելու։ Այս տարիքում ավելի դժվար է։ Էլ ուրիշ ոչ մեկ չի լինի։ Խնդրում եմ քեզ հանգստացի։ Վաղը Մեքսիկա ենք թռնում, բայց չգիտեմ ինչքան ենք սպասելու, բայց հենց տեղավորվենք, մեր գործերի հետ անպայման երեխեքի թեմայով կզբաղվեմ, լսում ես։ Ես քեզ խոստանում եմ, ամենաշատը մի տարուց իրանք մեր հետ կլինեն։ Ես դրա համար ոչ մի բան չեմ խնայի, լսում ես։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Մենակ դու հանգիստ եղի։ Ես օդում խոստումներ չեմ տալի։ Հեսա գնում ենք իրար հետ դրսում խաղանք։ Մաման գործի է։ Կգնանք ես կանֆետ ու սոկ կառնենք, ես գիտեմ դու որն ես սիրում։ Բա գնդակը տուր է։ Դե։ Դարի գնանք վերցնենք իրար հետ գնանք այ։ Մենք հիմա ինչ ենք անելու։ Ոնց թողեց մեզ գնաց։ Հեռախոսն անջատել է։ Գոնե Ալինայի մասին մտածեր։ Նեղանում էիր, որ ասում էի։ Տատ, մենք ինչ ենք անելու։ Ես գիտեմ, տղուս էր մեղադրում, ու նույն բանը ինքը արեց, բայց իր արածն ավելի վատ էր, որովհետև ինքը մեր է։ Ես չասեցի չենք խոսում այդ թեմայով։ Նոր բա չենք
գնում, բրոշ կեսը գտել եմ։ Արի սենց անենք։ Հիմա կգնանք մեր տուն։ Կսպասենք Մագդան պատրաստվի ու դուրս ենք գալու։ Չէ, Արշակ, ես մեքենայի մեջ ես կսպասեմ, էլ տուն չեմ մտնի։ Իսկ կարող ամեն դեպքում զանգես երեխեքի հետ խոսած։ Կարող է տենց ավելի թեթև լինես։ Անհնար է։ Ես չեմ կարա, չեմ դիմանա Արշակ։ Եթե զանգեմ, էլ չեմ գա։ Ավելի լավ է հասնենք տեղ, նոր կապ կհաստատեմ հետները։ Բա, բոլորդ սիրում էիք Շուշանին, բոլորդ խղճում էիք, մտածում էիք ես եմ հորինում։ Հլո մի րոպե։ Հա, ինչ էի ասում։ Նենց որ ոչ մի բան էլ չեմ հորինել։ Ալինաս գուշ կլինես։ Ինչ ենք ասելու երեխուն։ Կասենք հեռու տեղը գնացել ու երկար ժամանակ չի գալու։ Բա որ ասի զանգեմ խոսամ։ Կասենք չկա հեռախոս։ Նոր բայց զանգելու է չէ։ Էդ հլը հարց է, բայց որ զանգել, խոստացի ինձ, որ չես պատասխանելու։ Որ օրը իմացա, որ պատասխանել ես, ուրեմն կիմանամ, որ դու էլ ես դավաճան։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Վաղը դասի գալու ես։ Չգիտեմ հլը։ Վաղվանից գործ եմ ման գալու։ Ես է երևի պարապունքի չգնամ։ Կամ մենակ անգլերենի։ Վաղը վարձի օրն է, ու մենք չենք տվել։ Մաման ասել էր կտա, բայց Կգնաս։ Ամեն տեղ էլ կգնաս։ Ես ասում եմ, ուրեմն կգնաս։ Եթե իրանց պետք չենք, այդ չի նշանակում, որ պետք է գնանք մեռնենք։ Եթե այդ երեխան իրանց պետք չի, ուրեմն մեզ է պետք։ Ալին քունը տանում, հա։ Չէ, Բայց քնած ես։ Չէ, ինքը չի ուզում քնի։ Ինքը ուզում է գնանք պարկենք, ես իրան բան պատմեմ, չէ։ Վերկաց բալես, վերկաց նստի։ Հավաք ես, հավաքի բալես։ Ես կերեք նոր քնեք։ Հա, մոռացա։ Ես էլ պարապմունքիդ փողն է, վաղը կտամ ես կտաս։ Էս ինչ փողը։ Դու փող չունեիր։ Հերետա թողել գնալուց։ Բա իմ տղենա ինձ էլ թողել է։ Բա ում վրա ծախսեմ, բա պտի ծախսենք։ Բա ու չէի թողելու պարապունքից հետ մնար։ Դու մի նեղվի։ Իմ տղենա ինձ ա թողել, ես եմ վերցրել, դու չես վերցրել, հանգիստ տեղի բալես։ Ես քույրս ու Շուշանը մի ամսից ավել մնացինք Մեքսիկայում։ Ծանր օրեր էին անցնում ու
Արդեն 1000 անգամ զղջացել էի կայացրածս որոշման համար։ Այսքան բանի միջով անցնելուց հետո հիմա հաստատ գիտեմ, որ էլ երբեք չեմ անցնի այդ ճանապարհով ու որևէ մեկին խորհուրդ չեմ տա։ Մեզ բաժանել էին ճամբարների։ Կանայք առանձին տեղում էին ու ես հազվադեպ կարողանում էի տեսնել Շուշանին։ Ծանր հղիություն էր տանում, իսկ այդ պայմաններում վիճակն ավելի էր ծանրանում։ Շուշանը մի քանի անգամ փորձել էր զանգել երեխեքին։ Բայց միայն Էլիզը մի անգամ ասել էր, որ էլ չզանգի ու դրանից հետո արդեն արգելափակել էին Շուշանի զանգերը։ Ես ողջ ընթացքում այդ ամբողջ պատասխանատվությունը իմ վրա էի զգում, որովհետև տենց էլ կար։ Որովհետև ես էի պատասխանատու ու դրանից 10 տարի հետո էլ չէի ազատվելու այն բեռից, որ մորն ու երեխեքին բաժանել է իրարից։ Հանուն նրա, որ ես ընտանիք ունենամ, հանուն նրա, որ իմ երեխեն իմ կողքը լինի։ Հասանք Գլենդել ու հենց առաջին օրից մեր թղթերի հետ երեխեքի համար էի մարդ գտնում, որ մեր նույն ճանապարհով բերեն, բայց բարդ էր։ Անչափահաս էին։ Ալինան շատ փոքր էր, իսկ մենք արդեն տեսել էինք ինչա նշանակում սպասել Մեքսիկայի այդ բանդ կոչվածում ու վախենում էինք։ Ու դեռ մեծ հարց էր երեխեքը կգային, թե չէին ուզի։ Շուշանը հարևաններից էր լուրեր իմանում երեխեքի մասին։ Ու արդեն որոշել էինք, որ երեխեն կծնվի ու եթե Շուշան երեխեքին չհամոզենք, որ գան, անկախ մեր գործերից ու արդեն գտած լավ աշխատանքից հետ ենք գնալու։ Որոշել էինք, բայց տեղ էլ ասեմ անպայման այն միտքը, որ մեր որոշումները հաճախ Աստծո պլանների մեջ չեն մտնում։ Ու ընդամենը մի վայրկյանը փոխում է համ անցյալդ, համ ներկադ, համ էլ բոլոր հնարավոր որոշումներդ, որ քեզ թույլ ես տվել կայացնել, մտածելով, որ դու ես դրանց տերը։ Նորո, նոր։ Ալինա ո՞նց է։ Լավ։ Ես գիշեր հանգիստ ա քնել։ Դու մնա մոտը, ես գնամ տուն փոխվեմ, հետո գնամ գործի։ Հետո մի անգամից տեղ կգամ։ Ուտելու բան բերել ես։ Հա, տվել եմ բուժքույրին, Արտնանա կտամ։ Ո՞նց ես, Ալինա։ Մաման չի եկել։
Չի զանգել։ Գիտի, որ ես ստեղ եմ։ Հալո։ Հալո։ Էլիս ջան, բարև։ Արշակն է։ Ճիշտ է, մենք չենք ճանաչում իրար, բայց կծանոթանանք։ Տեսա, որ դու ես պատասխանեցի։ Մամայիս եմ զանգել։ Հա, գիտեմ։ Մաման անընդհատ զանգում է ձեզ, բայց չեք պատասխանում։ Հիմա որ զանգել ես, Մամայիս եմ զանգել։ Ուր է ինքը։ բալես մաման քնած է, իրան մի քիչ լավ չէր զգում։ Արտնացրու, կարևոր է։ Հո բան չի եղել։ Արտնացրու։ Էլ չգիտեմ երբ կկարողանամ զանգել։ Եթե կարևոր չլիներ, չէի զանգի։ Ալինային եմ վիրահատել։ Երեխեն անընդհատ իրան է կանչում։ Մենք չենք զանգի, մեզ պետք չի, բայց երեխեն փոքր է։ Չի հասկանում։ Խնդրում եմ արտնացրու, ոչինչ որ քնած է։ Հիմա ո՞նց է Ալինան։ Ինչով կարամ օգնեմ, ինչա պետք է սա։ Ոչ մի բան պետք չի, մամայիս արտնացրու։ Էլիս ջան, մաման հիմա չի կարա հետ գա։ Ես մի քանի օրից իրան կասեմ, որ Ալինային վիրահատել են։ Այսինքն Բալես, դու չգիտես, բայց հաստատ իմանալու ես։ Մաման երեխա է ունենալու։ Էլիս ջան, քիչ է մնացել։ Ու հիմա մաման հաստատ չի կարա գա։ Որ իմանա էլ անհանգստանալու է։ Տեղից ես քանի օր իրան լավ չէր զգում։ Իսկ բժիշկներն իրան ասել են, որ պետք է հանգիստ լինի։ Էլիս ջան, արի սենց անենք։ Հենց երեխեն ծնվի, ես անպայման մամ։ Ալո։ Էլիս։ Ինչ եղավ։ Ինչ ա եղել Էլիս։ Ինչ ես լացում։ դու գիտեիր, որ երեխա է ունենալու։ Կամաց։ Զանգել էի, որ Ալինայի մասին ասեի։ Մեր համար չէի զանգել։ Երեխան շատ է կարոտում։ Ես քեզ ինչ էի ասել։ Նորո, բայց ես Ալինայի համար էի զանգել։ Պարզվում է, որ ինքը երեխա է ունենում։ Մենք սենց մենակ Ալինան վիրահատվել է, քանի գիշեր չի քնել ու ինքը երեխա է ունենում։ Մենք էլ իր համար կարևոր չենք։ Ինքը երեխա է ունենում։ Այդ մեր գործը չի։ Նորը մեր գործն է։ Չէ, Էլիս, չէ։ Մեր գործը չի։ Մենք բան ենք պայմանավորվել։ Ինչ ուզում ա թողանի։ Հավաքի քեզ։ Երեխու մոտ էլ չլացես։ Ես գործից ուշանում եմ։ Մնա Ալինայի մոտ։ Բալինան նորը։
զգացել ոնց եմ քնել։ Շուտ ես եկել։ Մի 2 ժամ կլինի որ տանն եմ։ Գործս վերջացրեցի, Երևան փող ուղարկեցի, քո գրած նամակն եմ դրել։ Ոնց ես, լավ ես արդեն։ Երեխեքիս եմ երազից տեսել։ Բայց ես անգամ ուրիշ ձև էր։ Ալինան շփթում էր, ուրախ էր ու պարում էր։ Ոնց եմ կարոտել։ Քիչ մնաց։ Երեխեն կծնվի ու մենք ամեն ինչ կորոշենք։ Հա, իրոք քիչ մնաց։ Արշակ, ինչ եկել ենք ես անդադ դժգոհը։ Անդադ վատ եմ, նեղված եմ։ Չեմ ուզում մտածես, որ անտարբեր եմ քո հանդեպ։ Ուղղակի չես պատկերացնում։ Շարունակես, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ինձ կյանքում ոչ մեկ սենց չի վերաբերվել։ Ես երբեք ոչ մեկից սենց հոգատարություն չեմ զգացել։ Սենց ուշադրություն, սեր։ Չեմ ուզում մտածես, որ դժգոհում եմ, կամ որ չեմ գնահատում քեզ։ Արշակ, ուղղակի երեխեքիս եմ կարոտել։ Շատ եմ կարոտել։ Ես ու իմ երեխեքը սովորական ընտանիք չենք։ Մենք ուրիշ ընտանիք ենք։ Ես իրենցն եմ, իրենք իմը։ Ես ու իմ երեխեքը այնքան բանի միջով ենք անցել։ Ես ամբողջ օրը վազում էի, իրանք Ալինայից էին մեծացնում։ Առավոտյան նորից վազքի մեջ, նորից գործերով, հազիվ հասցնելով, գիշերը տուն էի գալիս, ամփուրում, գրկում, ու քնում էի։ Չեմ հիշում վերջին անգամ երբ եմ երեխեքիս ցերեկով գրկել, երբ են զգացել, որ սիրում եմ իրանց, որ կարոտում եմ։ Մի օր ամբողջ աշխատավարձս կորցրել էի։ Ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը դրամապանակս հանել էր։ Չգիտեի ոնց տուն գնայի։ Քայլում էի գիշերով։ Որովհետև սպասում էին։ Էլիզը սպասում էր, որ նոր կոշիկներ գնեի։ Ալինաս կոնֆետներ էր ուզում։ Ուղղակի չես պատկերացնի, Արշակ, ոնց իրանք ինձ կարողացան այդ վիճակից հանել։ Ոնց էր նորոz ժպտում, փորձում այդ լացելու պատմությունը հումորի տալ։ Ոնց էին ինձ ուժ տալիս ու իրանք ուրիշ երեխեք են։ Մեր կապ ուրիշ կապ է։ Ու ես հենց այդ կապն եմ կտրել։ Ու եթե անգամ ինձ հետո ներեն, այդ կապը էլ չի վերականգնվի։ Էլ երբեք նորոz չի գա ու ձեռքս չի բռնի։ Որ հոգնածությունից բազմոցին պարկած լինեմ, էլ չի գա ինձ ծածկի։ Ես այդ կապն եմ կտրել։ Ես այդ չեմ կարողանում ինձ ներել, Արշակ։ Եկար բալես։ Հաց չեմ սարքել, բայց դու արի նստի հեսա մի բան կմտածեմ։ Այ։
Նոր եմ բերել։ Չեմ հասցրել պահեմ։ Համել Ալինայի դեղերը կառնեմ։ Ասել եմ, չէ, պապա տուղարկում է, ես եմ։ Հասկացա։ Ես գնում եմ լողանամ, հետո գնամ աշխատանքի։ Երեխուն էլ վաղը կբերենք։ Ախպեր ինչ-որ բան ա եղել անտրամադիր ես։ Շուշանի մոտ էի։ Անտրամադիր անորից երեխեքի մասին եմ մտածում։ Բժիշկը ասել է, որ դուրս գա քայլի, իսկ ինքը փակվել է սենյակում ու դուրս չի գալի։ Սպասում է, որ երեխուն ունենա ու գնանք։ Որովհետև իր երեխեքը չեն ուզում գան Ամերիկա։ Նույնիսկ չեն էլ ուզում դրա մասին լսել։ Ես էլ նոր գործերս կարգավորում եմ, նորմալ աշխատանք եմ գտել։ Հայաստանի տունը վաճառել եմ, հողը վաճառել եմ, հիմա որ գնանք ինչ եմ անելու, ես չգիտեմ։ Ես էլ նոր դպրոցին էի արդեն ծանոթացել։ Բայց Շուշանին մեղադրել չի կարելի բալես։ Ես մի պահին վրա եմ պատկերացնում, ու մարմնովս դող անցնում, ես ինչ կանեի իր փոխարեն։ Եթե իմ երեխեքը ինձանից հեռու ապրեին, զանգերից չպատասխանեին, անունս չուզենային լսել։ Ու ամենավատն այն է, երբ որ դու գիտակցում ես, որ քո երեխեքը կամաց քեզ ջնջում են իրենց կյանքից։ Ձակ, մեկ մոռանում եմ, որ դու երեխա ես, քեզի ծանրաբեռնում եմ։ Ոչինչ։ Ոչինչ։ Շուշան ինչ է, լավ չես, շուր։ Դարի վանդանոցից, ինձ դար։ Կամաց, բարձացի։ Արշակ, ախր ժամանակը չէր, ախր շուտ էր դեռ, վախենում եմ, ասա, որ երեխու հետ ամեն ինչ լավ կլինի, խնդրում եմ, Արշակ, ասա։ Շուշան, ամեն ինչ լավ է լինելու, դու մի անհանգստացի, խնդրում եմ։ Քեզ մի հարց տամ, պատասխանի մենակ հա թե չէ։ Ասա Նորո ջան, Դու գիտեիր, որ երեխայի ունենալու։
Ով։ Տատ։ Փաստորեն գիտեիր։ Արժակ էլ չեմ կարող ուշտեմ, անուժ եմ։ Շուշա, քիչ ա մնացել, համբերի, խնդրում եմ քեզ, համբերի։ Շուշա,